Հրապարակ թերթը գրում է, այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է։ Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին։ Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին, ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը։ Բացի այն, որ 7 տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը, ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։ Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետևաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել։ Ադրբեջանցի հետազոտող եւ խաղաղության ակտիվիստ Բահրուս Սամադովը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակը հասանելի է դարձել Factor TV-ին, որը հրապարակում են ամբողջությամբ։ Նամակին կից բանաստեղծությունից հատված է։ Նշենք, որ Բահրուս Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով եւ արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ։ Կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում։ Նա դիմել է Հայաստանի վարչապետին, խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Պարոն վարչապետ, խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար եւ գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։ Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ, հիմնված ընդհանուր աշխարհագրության եւ համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։ Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական եւ հիմնավորված հայտարարություն, որ ես երբեք որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը եւ կդադարեցնեն իմ խաղաղության բանտարկյալի կարգավիճակը։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից եւ կենտրոնանան համակեցության եւ բարիդրացիության մոդելների վրա հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։ Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շարլ Բոդլերի մի բանաստեղծությամբ։ Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։ Եղեգը շատ է, ժայռը ընդարձակ։ Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը, առանց բռնության, առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։ Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք, եւ բոլորդ միաբերան։ Ծխեք խաղաղության սրբազան սրինգը։ Հարգանքով Բահրուս Սամադով։ Հատկանշական է, որ չնայած Ադրբեջանի իշխանությունները խոսում են խաղաղությունից, սակայն բանտարկում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից խոսող ակտիվիստներին, որոնցից մեկը Բահրուս Սամադովն է։ Երիտասարդ գիտնական Սամադովը Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտ է։ Հայտնի է հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, այդ թվում Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։ Սամադովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, պնդել, որ ինքը խաղաղասեր է, դավանում է քրիստոնեություն, իսկ այդ կրոնը խաղաղություն է քարոզում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ակնկալում է շատ լավ առաջարկներ Ուկրաինայում կարգավորման համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Սպիտակ տանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպման ժամանակ։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ անել, դա կանգնեցնելն է։ Սակայն այն ամենն է, ինչ ես ուզում եմ անել։ Ես ուզում եմ կանխել մարդկանց մահը։ Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվել է, ասաց նա։ Կարծում եմ, որ շատ շուտով դուք կունենաք շատ լավ առաջարկներ, հավելել է Թրամփը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն այցելել է Ռուսաստան եւ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ նրանք քննարկել են ուկրաինական կարգավորման ասպեկտները, հաղորդում է Կրեմլը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը Ուիթքոֆի այցը Ռուսաստան համարել է եւս մեկ քայլ Ուկրաինայում հրադադարի հաստատման եւ ի վերջո խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։